Իմիջայլոց ասեմ նաև, քանի որ տնտեսական այսօր հրապարակվեց տնտեսական մեր ցուցանիշները, մայիս ամսին մենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել եւ 8% հունվար մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն է։ Հաջորդը Վահե Մեր կարճ հարց նախ այն ջրասուզակ Վահե Մելքոնյանին կարող է պատրաստում եք որևէ ձևով խրախուսել, պարգևատրել, որովհետև իրոք հերոսական գործ է արել տղան, ու ասում են շատ ցածր աշխատավարձ է ստանում։ Երկրորդը Պուտինը այդպես էլ չշնորհավորեց ձեզ, երևի սպասում է ՍԴ-ի որոշման արդյունքներին, սահմանափակումներն էլ արտահաման շարունակում են մնալ եւ խնդիրներ ստեղծել, սա ձեզ մտահոգում է թե ոչ երկու մասով էլ։ Եվ Ծառուկյանի եւ մյուսների բիզնեսները առերևույթ քաղաքական հրահանգներով փակելով, օրինակ Շանգրիլա մյուսները, դուք գնահատել եք այդ վնասը ինչքան է լինելու մեր տնտեսության վրա, որ այդքան հարկ չվճարեն, այդքան աշխատատեղ կորցվի եւ այլն։ Ընդհանրապես ձեր անձնական, այսպես ասած, ամբիցիաների կամ ձեր քաղաքական թիմի խոստումների համար, որ տալիս եք։ Եվ մի բան էլ հարցս հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերում։ Դրա մեջ մի քիչ անձնական, մի քիչ 18+ ու գծիկ կրկոտ երանգ կա, կփորձեմ հնարավորինս կոռեկտ ձևակերպել։ Ուրեմն տեսեք, ձեր աջակիցները ինձ ասում են, որ ես Ծառուկյանի ջրասուզակը Ծառուկյանը եւ Պուտինն ու արտահանում են։ Այս չորրորդը մի քիչ տենց 18+-ոտ է, բայց բան է, դե կրկոտը տրենդի մեջ է, ոչինչ։ Ձեր աջակիցները ասում են, որ ես իրավունք չունեմ, ինչ որ գնացի նախորդ նիստից հետո, ես գնացի Ստամբուլ, Թուրքիա, մեր պապերի երկիր, ասի տեսնեմ ինչ կա, մյուս կողմից մասիցը նայեմ, գամ։ Գնացի եկա, ինձ քննադատում են, ասում են դու ինչ ես գնացել Ստամբուլ, եկել ես մեր վարչապետին էլ հարց չտաս։ Ինչու, որովհետև ես այնտեղ նավի վրա փորձել եմ ժամանակ անցկացնել, այդտեղ շոու ծրագիր էր, մի մեր կապարոհի բավականին կրկոտ էր պարոն իդեպ, ձեր ելույթներին չի հասնի, բայց թե մոտեցավ այդ որպես ռետոր։ Եկավ, բարեց, ես էլ գումար տվեցի, գնաց։ Հիմա ձեր աջակիցները ընդ որում մարդիկ, որոնք որ ըստ տեղեկությունների ասում են մարմնավաճառությամբ են զբաղվել Թուրքիայում, եկել այստեղ բլոգերություն են անում, իսկ քննադատում են բարոյ խրատական դասեր են տալիս, թե այ դու որ գնացել ես այնտեղ մի վարքան, դու գնացել ես այնտեղ Ստամբուլում, այնտեղ զվարճացել ես եկել ես, իրավունք չունես մեր վարչապետին հարց տալու։ Երևի նեղվել են, որ ոչ թե ես եմ մերկացել, բարել ինձ փող են տվել, այլ հակառակը, երևի դրանից են նեղվել, լիքը թուրքերն են մերկացել, ես եմ փող տվել։ Հիմա ստացվում է, որ իրենք ձեզ ասոցացնում են Թուրքիայի հետ, եւ կամ դուք դարձել եք Թուրքիայի խորհրդանիշը ըստ ձեր աջակիցների։ Հիմա մի հատ հասկանանք հայ-թուրքական հարաբերությունները դուք այսպես եք պատկերացնում, որ մարդիկ գնան Ստամբուլ տուրիստական այցով հետ կան, հարցակվեն այդ մարդու վրա, ասեն ինչ ես գնացել, կամ այսինքն եթե ես դեստեղ հարց եմ տալիս, չպետք է գնամ Թուրքիա, իսկ եթե գնացել եմ Ստամբուլ, պիտի կամ ստեղ հարց չտամ, այդ ինչ սինխրոնիզացիա է ձեր եւ Թուրքիայի միջեւ, որ ձեր աջակիցները անկեղծ ասած ձեր տրամաբանությունից ես պատճառահետևանքային կապը չհասկացա, թե ինչ կապ ուներ, որ ես Թուրքիայի կամ ինչ։ Դե փաստ կա ակնհայտորեն, որ դուք հիմա ինձ հարց տվեցիք, չէ՞, հետեւաբար ինչ։ Ինչ որ եւ եթե ամեն շաբաթ ռիսկի եք դիմում, ուրեմն ռիսկ չկա։ Այսինքն ռիսկի դիմում են այն ժամանակ, երբ որ տենց մի անգամ, այսինքն հիմա դուք եք ասեք ամեն շաբաթ ձեր ռիսկով գալիս եք ստեղ, հա, եկեք մի քիչ։ Ես չեմ կիսում նման տեսակետները, մանավանդ ոչ միայն ձեր դեպքով, այլ հազարավոր քաղաքացիներ գնում են Թուրքիա տուրիստական այցերով եւ Թուրքիայից էլ գալիս են իմիջիայլոց Հայաստան։ Մենք պատրաստվում ենք բաց սահման ունենանք, մենք պետք է սովորենք, որ մենք պետք է գնանք, իրանք էլ պետք է գան։ Դա էլ եմ ասում, այդ ամեն ինչը իրականում իներցիոն պրոցեսների արդյունք է, այդ իներցիոն պրոցեսները մեզ բոլորիս հատուկ է, որովհետև մենք էլ եմ ասում, մի տնից չենք, բայց մի երկրից ենք եւ բազմաթիվ հարցեր մենք ընկալում ենք նույն կերպ։ Եվ Հայաստանը մինչև դուք չեք նկատել, այս հարցու պատասխանում էլ է շատ տարածված, քաղաքական դաշտում էլ շատ տարածված, Թուրքիա, Ադրբեջան, այդ գործոնները օգտագործել մարդկանց դեմ։ Իբր որ ինչ որ մի բան ուզում են նեգատիվացնեն, այ գնացել է ինչ որ մեկը Թուրքիա, այ ինչ որ մեկը, չգիտեմ, բան թուրքական անձեռոցիկա օգտագործում եւ այլն եւ դա եթե մենակ մերոնց մեջ լներ խնդիրը, ես շատ արագ այդ խնդիրը կլուզում։ Խնդիրը դա համընդհանուր է, չեք նկատել այդ երևույթը։ Դուք էլ չեք ասում, դուք էլ ձեր հարցի մեջ
էլի այդ փորձեցի կապ չուներ չնայած, բայց էլի փորձեցի բերել, ասել, որ ես դարձել եմ Թուրքիայի ինչ կապ ուներ դա, ձեր ասածից ոչ մի, բայց իրանց տրամաբանությունը ձեր պատմածով նույնիսկ որևէ ես աղերս չտեսա, թե ընդհակառակը։ Ես նկատի ունեմ, դա մեր մոտ մենթալիտետ է, որ ինչ որ մեկի դեմ բան ես ասում, խոսում, զգում ես, որ փաստարկ չունես, ոնց խոցել դիմացինին։ Իհարկե, եթե այլ փաստարկ չկա, Թուրքիան եւ Ադրբեջանը տեղում են։ Ես դեռ հələ խաղաղության օրակարգը չկար, ես այն ժամանակ մատենադարանում էր ոնց որ 2000 կարող է նույնիսկ 22 կամ 21 թիվներ, ասի պետք չի թուրք ասել մտածելով, որ բանը վիրավորում ես, որովհետև ասենք այդ նույնն է, որ ինչ որ մեկը մեկին ասի 1000 ներողություն, ուրիշ ազգի ներկայացուցիչ անունը տալով բան անի։ Դա վատ արտապետական մտածողություն է եւ դա ֆորպոստային մտածողություն է ներդրված Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե եմ ասում, դա օբյեկտիվ պատմական հիմքեր ունի, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ մենք պետություն ենք եւ մենք պետք է դրջանանք։ Ես պաշտպանում եմ ձեզ Թուրքիայել, Ռուսաստանել, Եվրոպայել եւ ոչ միայն ձեր գնալու իրավունքը։ Հարգելիս ես կառապան չեմ, որ ինչ որ մեկին սանձեմ։ Մարդիկ արտահայտվելու իրավունք ունեն նույն կերպ, ինչպես դուք։ Եթե ամեն մեկս ինձնից սկսած մեր խոսքին վերաբերվենք նույնպիսի քննադատությամբ, ինչպես ուրիշների խոսքին ենք վերաբերվում, բոլոր ամեն մեկս մեզ սանձենք, ոչ մեկին սանձելու կարիք չի լինի։ 100% համոզվեմ։ Ձեր ինձնից սկսած մնացածով վերջացրած։ Բայց երբ որ անընդհատ այդ մանր ծակոցները դառնում են գործունեության հիմնական ձև, դա բնականաբար իր հետ բերում է այդ երևույթներին։ Ձեր նշած անձի բիզնեսների հետ կապված, ուրեմն չկա մի process, որը սկսել է ընտրությունից առաջ, ընտրությունից հետո, ամեն ինչ շատ վաղուց process-ներ են, որոնք բոլոր հնարավոր ձևերով, արհեստական ձևերով խոչընդոտվել են, եւ ես Հայաստանի քաղաքացիների առաջ ստանձնել եմ պարտավորություններ, այդ պարտավորությունները պետք է կատարվի։ Ես մարդկանց ասել եմ, որ էսա տեղի ունենալու, էսա մի քիչ կրկոտ եմ ասել, մի քիչ ոչ գրական բառապաշարով եմ ասել, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում։ Դա իրականացվելու է։ Հիմա ում դա դուր կգա, ում դուր չգա, դա իրականացվելու է։ Ընտրությունների ժամանակ ստանձնած պարտավորությունները ո՞նց ընտրություն, հա? Այդ process-ները նույն ճոպանուղու հետ կապված process-ները 8 տարի առաջ սկսվել են։ Ուղղակի ամեն անգամ արհեստական խոչընդոտներով հետաձգվել են, նոր եկե հասել, այդ թվում օրենսդրական բացերի պատճառով։ Ես հիշում եմ ճոպանուղու հետ կապված process սկսել այն ժամանակ, երբ որ Ռոմանոս Պետրոսյանը եղել է Կոտայքի մարզպետ։ Ինքն է առաջին անգամ ինձ բերել, որ սենց հարց կա։ Եվ այդ պահից սկսած դրա շուրջ process-ները ոչ մի րոպե չեն դադարել, ոչ մի րոպե։ Պարզապես անընդհատ արհեստական եւ խոչընդոտներ եւ նաեւ օրենսդրական բացեր։ Հիմա այդ բացերը կարգա։ Պարոն Մակարյան, գործընկերներս խոսում են։ Չհամընկան process-ները իրենց բնականոն ճանապարհով գնում են։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ես արդեն պատասխանեցի, չեմ կարող չմտահոգվել։ Բայց ես կարծում եմ, որ ինչքան ես եմ մտահոգված, ԵԱՏՄ-ի մյուս գործընկերներն էլ պետք է մտահոգված լինեն։ Հիմա ասենք ԵԱՏՄ-ի մյուս անդամ երկրները Հայաստանից փորձից մտահոգված չեն, 100% համոզված եղեք, որ մտահոգված են, որովհետև բոլորը հասկանում են, որ նույնը կարող է տեղի ունենա իրանց հետ։ Սա քայքայ, եթե մենք հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ-ի քայքայումը դարձնելու անխուսափելի։ Ուղղակի անխոս, ոչ թե Հայաստանի մասին չի խոսքը։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես, եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։ Ասեցի արդեն։ Ասեցի։ Եվ հաջորդ հարցը Ջրասուզակի հետ կապված, իհարկե շատ ցավալի եւ դրամատիկ իրադարձություններ են, համոզված եմ ներքին գործերի նախարարը աշխատանքի գնահատականի վերաբերյալ զեկույցով հանդես կգա եւ մենք որոշում կայացնենք։